Բարեկամներ, այսօր լավ օր է։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Որը մեզ կտանի կհասցնի Գետ Ազատ։ Գնում ենք շնորհավորենք սիրված մայրիկի ծննդյան օր։ Շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը եւ ասեմ ձեզ, որ Հարսիկն է ամեն ինչը կազմակերպել մեր Զոյա Հարսիկը։ Դուք ունեք հրաշք անակնկալ, անգամ իր ամուսնուց թաքուն սիրելիս կեսուր մայրիկի համար գեղեցիկ անակնկալ է նախապատրաստել։ Երազանք պահեք փչեք, որի մասին ոչ ոք չգիտի, մենակ մենք գիտենք եւ մեր Զոյա քույրիկը։ Ուր էլ գնաք, ինչ էլ անեք, վերջում տուն վերադառնալը չմոռանաք։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Բարեկամներ, այսօր լավ օր է, ազատ օր է, որը մեզ կտանի կհասցնի Գետ Ազատ։ Ազատությունը եւ մի ուրիշ ձևի գեղեցկություն, որովհետեւ գնում ենք շնորհավորենք սիրված մայրիկի ծննդյան օր եւ ասեմ ձեզ, որ Հարսիկն է ամեն ինչը կազմակերպել մեր Զոյա Հարսիկը, անգամ իր ամուսնուց թաքուն սիրելիս կեսուր մայրիկի համար գեղեցիկ անակնկալ է նախապատրաստել, որի մասին ոչ ոք չգիտի, մենակ մենք գիտենք եւ մեր Զոյա քույրիկը։ Գնում ենք Գետ Ազատ, ազատություն տարածելու, գեղեցիկ շնորհավորելու եւ ուրախացնելու մեր հոբելյարին։ Իսկ հիմա ես առիթից օգտվելով միանգամից կհարցնեմ հոբելյարի անունը։ Զոյա ջան, ինձ ասեք հոբելյարի անունը եւ ձեր ամուսնու անունը։ Հիմա Զոյան կարձագանքի։ Զոյան Գերմանիայում է գտնվում իր ընտանիքով, իր շատ սիրելի ամուսնու հետ եւ այսօր նրա շատ սիրելի կեսուր մայրիկի ծննդյան օրն է։ Գնացինք գեղեցիկ ճանապարհներով, այս որ գյուղն է, Վարդան։ Դու գիտես, թե էլ Արտաշատն է։ Բերքանուշ։ Անուշը, Բերքանուշը։ Շատ հաճելի է Բերքանուշով երթևեկել։ Հետաքրքիր է տեսնել Բերքանուշի արքերն ու բարքերը, ճանապարհի կողքին ծվարած։ Ինչ գործ են անում, ինչ բիզնեսով են զբաղվում, տատիկները ինչպես են նստում, բամբասում են, չեն բամբասում, շատ հետաքրքիր է։ Ահա, Նիվան եկավ եւ որոշեց Աբգանյա տանի։ Եվ գնաց նա բարին իր հետ, մենք էլ նրա ետևից գնում ենք ու ուրախ ենք, կարևորը, այսօր ուրախ օր է ընկերներ, մենք Գետ Ազատից ուղևորվելու ենք Աբովյան, Աբովյանից ուղևորվելու ենք Հրազդան, Հրազդանից էլ ինչպես միշտ, ինչպես մեր բոլոր օրվա վերջերում գնանք Եղեգնաձոր։ Եղեգնաձորը մեր ծննդավայրն է, իսկ ավելի կոնկրետ Վերնաշեն գյուղը։ Այնպես որ ուր էլ գնաք, ինչ էլ անեք, վերջում տուն վերադառնալը չմոռանաք։ Այգեստան գյուղ հարգանքներս Այգեստանի դպրոցի կողքով ենք անցնում։ Այգեստան գյուղն էլ գեղեցիկ է, իր ձևով, իր տարբերություններով, մեծ արջուկներով, ծաղկի խանութներով, լավաշի ցեխով, մի խոսքով հրաշք տեղում ենք հիմա մենք։ Գնում ենք Գետ Ազատ, արդեն ճշտել եմ հոբելյարի անունը, մեր Տիկին Գոհարի ծննդյան օրն է։ Հոբելյարի անունը ճշտել եմ Վարդան, բայց դե հələ տենանք ինչ ասում էր քույրիկը։ Ֆեդիա է։ Ֆեդիա։ Իմ ամուսնանալը Ֆեդիա է։ Ահա, Ֆեդիա։ Ֆեդիան ամուսնանալով Զոյայի հետ չէր էլ կարող պատկերացնել, որ Զոյան այսքան ուշադիր է նրա հանդեպ։ Այսքան ուշադիր ու նուրբ զգացմունքներ, պատկերացնում եք ամուսնու մայրիկի ծննդյան օրն է շնորհավորում եւ այնպիսի ջերմորեն, այնպիսի ջերմությամբ է շնորհավորում, որ գաղտնի է պահել, որպեսզի ամուսինը նույնպես իրեն լավ զգա, որ հանկարծակի եղել է անակնկալ։ Ինչքան հետաքրքիր է ընկերներ։ Գնում ենք մեր Տիկին Գոհարի մոտ, հենց հիմա։ Մրգանուշ գյուղում ենք ընկերներ, այո, ճանապարհին շատ գյուղեր դեռ մեզ կհանդիպեն, թեկուզ սա երևի թե վերջին գյուղն է մինչ Գետ Ազատ հասնելը, եւ մենք հատուկ ուղեցույցի օգնությամբ գնում ենք հասնենք հենց հոբելյարի հասցե։ Եթե հանկարծ հասցեն մի քիչ այս կողմ են կողմ լինի, կզանգահարենք եւ մեր Զոյա քույրիկը անպայման մեծ սիրով տունը կոնկրետ ցույց կտա։ Ու կգնանք մենք։ Այ եւս մեկ Վարդաշեն ունենք։ Հրաշք է ընկերներ։ Կանաչ ու գեղեցիկ է բնությունը։ Մարդիկ են ծաղկում այս ծաղկունքի մեջ։ Մարդը արտացոլանքն է այն տարածքի, որտեղ նա ապրում է։ Տեսեք ինչ գեղեցիկ ծառեր են տնկել ու համայնքապետարանն են գեղեցկացրել։ Եվ Ֆորդը փակեց մեր ճանապարհը։
Հետո բացեց, մենք էլ ուրախացանք։ Համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան, որը Վարդանը հաստատ ֆիքսեց, վստահ եմ, միանշանակ եւ իհարկե հին շինություն ընկերներ, ով տեղեկություն ունի սա տուն է եղել թե եկեղեցի խաչ կա, տես, եկեղեցի է եղել ընկերներ։ Մեր հայրենակիցների հավատը միշտ էլ փայլել է, երբ որ նայում ես եկեղեցիներին, հասկանում ես թե ինչքան ջանք ու եռանդ են գործադրել, որպեսզի պատրաստեն։ Ահա մուտք գործեցինք Վարդաշեն եւ հենց ձախից վարդերն էին մեզ դիմավորում եւ մի անգամից հասկանում ես, որ սա Վարդաշենն է։ Հին ու բարի պազիկը գրոզավոյ սարքած։ Վարդերը, Վարդաշենի վարդերը, ընկերներ։ Օրինակ, տես Վարդ մարկետ էլ կար, վարդերը աչից, վարդերը ձախից։ Եվ ահա հասան Գետազատ, Վարդաշենը համատաբար փոքր էր։ Ապեր ես ուր է տանում։ Ընդե տուն կա։ Տուն կա։ Տուն ունենք, կա իշվոր բան։ Զանգեմ Զոյային ասեմ առանձին տեղ է, եթե նկարագիրը բռնեց, ուրեմն բռնեց, չէ՞, Վարդան։ Իշխիա եղբայրը արդեն գիտի, որ մենք գնում ենք։ Գետազատի ազատ ու ասֆալտապատ փողոցներն են մեր կադրերում, գեղեցիկ տներով։ Այս գյուղում մեր եզդի եղբայրներից էլ են ապրում։ Մի երկու անգամ եկել ենք ուղակի համացանց չենք տեղադրել տեսանյութերը, դրա համար չեք տեսել, ոչինչ որ չեք տեսել, որովհետև չենք տեղադրել։ Իսկ հիմա այս մի տեսանյութը կտեղադրենք եւ գետազատցիները առավել ակտիվությամբ կսկսեն մեզ հետևել։ Այս հրաշալի բնապատկերի մեջ ծավալել է գեղեցիկ գյուղը եւ մենք եկել ենք հյուր եւ հենց նոր մի անուշ աղբեր եկավ 06-ով, ասաց որ ճանաչում է Տիկին Գոհարին եւ միանգամից պարզ դարձավ որ Տիկին Գոհարը եւ նրա ընտանիքը մի խոսքով մեր եզդի եղբայրներն են։ Ես չգիտեի։ Նոր իմացա, ինձ առավել լավ եմ զգում, որովհետեւ կարծես շատ հարազատ բարեկամներ լինեն եզդի եղբայրները ինձ։ Շատ լավ մարդիկ են, բարի եւ աշխատասեր։ Իրենց ապրելակերպով լավ օրինակ են բոլորի համար եւ դարերով եղել են մեր կողքին, մեր լավ օրերին, մեր նեղ օրերին եւ իհարկե պատերազմական օրերին, ինչի համար մենք շնորհակալ ենք եւ հպարտ որ ունենք նման լավ բարեկամ ազգ։ Թերևս ամենաբարեկամը բոլոր բարեկամների մեջ։ Դրա համար էլ ես շատ եմ սիրում ու հարգում եզդի եղբայրներին։ Գնում ենք հիմա լրիվ առանձնատուն, առանձին ընկերներ, դաշտում տուն են կառուցել Սուրբ Օջախ եւ ապրում են այնտեղ։ Անուշ աղբեր հանդիպեց մեր ճանապարհին, ուր է գնում նա, թեկուզ մենք կոնկրետ տանտեղը գիտենք, այդքան շատ մտածելու բան էլ չկա, գնանք ու գեղեցիկ շնորհավորենք, այս ընկուզենու տակով հիմա կմտնենք, գնացինք, գեղեցիկ և ընտիր ճանապարհներով մենք, տեսեք ինչ հետաքրքիր սիրուն ճանապարհ են ստացել օջախ տանող, հրաշք, դեղցի այգիներ, ծիրանենի և սիրուն արահետ, որով մենք շարժվում ենք։ Եթե այստեղ մարդը իր ձեռքը չկպցներ, հիմա այս կանաչը չէր լինելու, կլիներ այսպիսի դաշտեր։ Իսկ ահա մեր ժողովուրդը դուրսն են, նրանք մեզ նկատեցին, Վարդան, զգում ես։ Նա չի էլ պատկերացնում, որ անակնկալ ունի, հաստատ վստահ եմ։ Վարդան, դե գմփիկ պետք է վերցնենք, հիշում ես։ Չվախենաս, էսի բարի շունը։ Մի հատ է վարդերից ես վերցնում։ Բարեկամներ։ Բարև ձեզ, ոնց եք։ Ես ինչ սիրուն տեղ եք ապրում, դուք եք մեր Տիկին Գոհարը, թե գնացներս։ Շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը, դուք ունեք հրաշք անակնկալ,
ուզում եք եկեք ես բնապատկերի մոտ ձեզ նկարենք, հարգանքներս։ Ինչպես եք, լավ եք։ Բա ուր են, ուր գնացին հյուրերը, հլը եկեք բոլորը։ Չեն եկել, դե մարդ կա տունը, ոչինչ թող ծափեր տան գոնե։ Ծափերը առատաձեռն տվեք։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը, այս սուրբ օրը, առողջ լինեք, լավ լինեք։ Ձեզ համար գեղեցիկ քաղցր բաներ ենք բերել։ Ապրեք շատ Այս զանգել են ձեզ հիմա։ Զանգել է, չէ, նա անջատել է։ Հա, Անջատել են։ Դե ուրեմն լավ է, թող անջատեն։ Շատ եք չէ սիրում մեր տիկին Գոհարին։ Չէ, ուր կսպասեք մենք հազիվ այստեղ ձեզ սիրուն կադրը, հələ տեսեք ինչ բնապատկերա։ Ինչ։ Դե հետ եմ ասում, այս սիրուն, այս դուք եք այս այգին խնամում, հա։ Հրաշք։ Դե գիտեք ում կողմից ենք մենք եկել։ Ասեք չէ։ Պատկերացում չունեք ում կողմ։ Դրսերը շատ մարդիկ։ Շատ են։ Բայց հա շատ է ներկա։ Հələ մի հատ անուն ասեք, մի հատ։ Տղեսա դուրսը Ֆեդյան, Կայմազով Ֆեդյան։ Մոտիկ եք։ Մոտիկ Մոտիկ եք լրիվ, ես ուզում եմ մի անել տակ։ Զոյա Սկեր։ Զոյայի գլխավորությամբ, Զոյան, ձեզ շատ սիրում եմ ձեր որդու կողմից իհարկե, բայց հարսիկն է սա կազմակերպել, ձեր որդին էլ հենց նոր է իմացել, 2 րոպե առաջ։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Շնորհակալ եմ, որպես լավ տղայք իրան տվել։ Ապրեք։ Շնորհակալ եմ, միշտ ու շնորհակալ եմ լինելու։ Առողջ լինեք, լավ լինեք։ Ձեր չարչարանքը լրիվ գնահատված է։ Դե սերը շատ, երազանք պահեք, չեք թող կատարվեն ձեր բոլոր երազանքները։ Բա ծափեր, ապրեք, ձեզ քաղցրությունը ձեր որդուն տանիքի կողմից ձեզ շատ են սիրում։ Իսկ հիմա, բա ծաղիկ կաղա նվիրեք։ Նվիրեք, բայց մետ պուպուշկը գրկեք, էլի։ Սիրուն գրկեք, հա։ Շնորհավոր, լավ օր ձեզ։ Հələ նայ ես սիրուն ֆոնը, ափսոս բանա, չէ, ամպեր են եկել մասիսը փակել են։ Այս տեսարանում մեծացած մարդը մենակ լավն է լինելու։ Դե ձեզ լավ օր։ Մենք հեռանում ենք, չէ, պետք է գնանք, այսօր մի քիչ երկարս էս բաներ ունենք անելու։ Լավ օր ձեզ։ Հենա, ուրախությունը բերեցինք, ձեզ լավ օր, բարձր տրամադրություն։ Իմացեք ձեզ շատ են սիրում, մանավանդ հարսիկը։ Հա, հարսիկը։ Զոյա հարսիկը շատ է սիրում ձեզ։ Ֆեդյան էլ է շատ սիրում, բայց Զոյա հարսիկը ոնց որ ավելի շատ է սիրում։ Չէ, ես գիլաս չեմ սիրում։ Դրա համար չեմ օգտվի։ Բայց ես ոնց որ չի ասել լրիվ։ Չէ, չեմ ուզում։ Չեմ սիրում է գիլաս։ Ես ընդհանրապես քաղելն էլ չեմ սիրում։ Բանա էլի։ Գիլաս պետք է լավ հասնի էլ որ ուտես։ Դե մենք գնացինք, ձեզ լավ օր։ Տեսեք հյուրասիրություն մեր եզդի բարեկամների կողմից։ Վերցրու Վարդան, տալիս եմ քեզ։ Ոչինչ որ տորթն հենց է լավ։ Դե ինչ ընկերներ, ուր են լայքերը, բաժանորդները եւ մնացած լավ բաները։ Լավ բաներ։ Տարածում ենք այս ալիքը։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ ակտիվ իմ էջում լինելու համար։ Գրեք մեկնաբանություններ, ինչ ուզում եք, ձեր սրտի ուզածը գրեք, լավ բաներ գրեք, թող ձեր կյանքում թևածեն լավ էմոցիաները։ Ինչ տակ դա էլ ստանալու եք, հիշեք։ Դրա համար միայն լավը։ Մեր ազգը պետք է միայն լավ գործերով զբաղվի, որպեսզի աճենք ու բարգավաճենք։ Գնացինք Աբովյան։